Հայտնություն 5-րդ գլուխ։ Տեսա նաև աթոռի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք, գրված ներսից և դրսից, ու կնքված 7 կնիքով, և տեսա մի զորավոր հրեշտակ, որ կանչում էր բարձր ձայնով. Ո՞վ է արժանի բացանելու գիրքը և քանդելու նրա կնիքները։ Եվ ոչ ոք չկար, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ էլ երկրի տակ, որ կարողանար բանալ գիրքը, որովհետև չէին տեսել այն։ Եվ ես ուժգին լալիս էի, քանի որ չգտնվեց մեկը, որ արժանի լիներ բացանելու գիրքը և նայելու նրա մեջ։ Բայց երեցներից մեկն ինձ ասաց. Լաց մի եղիր, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է, Դավթի արմատից, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա 7 կնիքները։ Եվ տեսա, որ աթոռի և 4 կենդանիների ու երեցների միջև կար մի գառ, ասես մորթված։ Նա ուներ 7 եղջյուր և 7 աչք, որ Աստծո 7 հոգիներն են, ամբողջ երկրով մեկ։ Նա եկավ, վերցրեց գիրքը աթոռի վրա նստողի աջ ձեռքից։ Երբ վերցրեց գիրքը, 4 կենդանիներն ու 24 երեցներն ընկան գառան առաջ և յուրաքանչյուրն ուներ քնար և խնկով լի ոսկե խնկաման, որ սրբերի աղոթքներն են։ Եվ նոր երգեր էին երգում, ասելով. Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։ Եվ նրանց թագավորներ ու քահանաներ դարձրիր մեր Աստծուն, որպեսզի թագավորեն երկրի վրա։ Տեսա նաև ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի և 4 կենդանիների ու քահանաների շուրջը։ Նրանց թիվը բյուր-բյուրավոր ու հազար-հազարավոր էր։ Նրանք բարձր ձայնով ասում էին. Արժանի է այդ մորթված գառն ընդունելու մեծություն, իմաստություն, զորություն, պատիվ, փառք և օրհնություն։ Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա և ծովում եղած բոլոր արարածները, ինչպես նաև դրանց մեջ եղած ամեն ինչ, ասում էին. Օրհնություն, պատիվ, փառք և զորություն աթոռի վրա նստողին ու գառանը հավիտյանս հավիտենից։ Եվ 4 կենդանիներն ասում էին. Ամեն։ Եվ երեցներն ընկնում էին նրա առաջ ու երկրպագում։